Ես բարձրանում եմ Սև Սար։ Երբևէ եղել եք այստեղ։ Երևանից հեռու է 130 կիլոմետր։ Գեղարքունիքի մարզ։ Եկել եմ այստեղ ահա այս հրաշքի համար։ Եվ այս հրաշքի համար։ Տեղացիներն այս քարն անվանում են պորտաքար։ Պորտ, սնուցող կենտրոն, երկրի կենտրոն։ Տեսնում եք վրայի պատկերները։ Դեռ ոչ ոք հստակ չի կարողացել ասել, թե սրանք ինչ նշաններ են։ Մեկն ասում է օրացույց, մյուսը աստղայի դասավորության սխեմա, երրորդը մեկ այլ բան։ Մի բան հաստատ է։ Այն հսկան, որ այս պատկերները ծեծում էր, իսկ պատկերները ստեղծվել են հենց ծեծման եղանակով։ Պատկերացնում եք, քարով մեկ այլ քարը ծեծելու եղանակով, այն էլ ամուր բազալտը։ Աշխատանքի ծավալը պատկերացրիք, բա հսկա չէ ինչ է։ Նա սա անում էր իր սերունդների համար, դարերի ու հազարամյակների համար։ Սակայն ինչ էր ուզում ասել իմ հեռավոր նախնին մի քանի հազար տարի առաջ։ Երևի կգա ժամանակը և կհասկանանք, բայց մի բան հստակ է։ Այս մարդը իր հողին կպած էր։ Այստեղ էր ապրում, այստեղ մեռնում, այստեղ էլ թաղվում։ Խնդրեմ, նայեք, շրջապատի կլոր թաղումները վկա։ Ես ինչու եմ այստեղ։ Եվ ինչու եմ ֆիլմը սկսում հենց այստեղից։ Քանի որ լավատես եմ։ Այո, լավատես եմ։ Ու համոզված, որ մենք էլ մեր հեռավոր սերունդներին այս հողի վրա ապրելով նման գլուխկոտրուկներ ենք թողնելու։ Իսկ դրա համար պետք է մի փոքր, բայց շատ կարևոր բան։ Ճանաչել պատմությունն է։ Ամբողջ հայկական լեռնաշխարհը, հայկական բնավորությունը, հոգեբանությունը։ Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե հերթական ֆիլմն է հայոց պատմության մասին, կամ մենք ֆիլմ ենք պատրաստում նրա մասին, թե ինչ հին ենք և ինչքան առավել ենք մյուսների նկատմամբ, Քավլիցի։ Այս ֆիլմը ապագայի մասին է։ Այո, ճիշտ լսեցիր, ապագայի։ Նայելու ենք անցյալին, բայց փորձելու ենք տեսնել ապագան։ Մի հետաքրքիր թեզ կա։ Ասում են մարդը չի փոխվում։ Քարե դարի մարդն էլ, 21-րդ դարի մարդն էլ էությամբ նույնն են։ Միայն խաղալիքներն են փոխվում։ Այսինքն, մենք չենք փոխվում, այսինքն անցյալի օրինակները արդիական են նաև այսօր, անցյալի օրենքները կիրառել են նաև այսօր։ Եկեք մի հավակնոտ նպատակ դնենք գոյություն ունեցող փաստերի հիման վրա, փորձենք տեսնել, վերհանել ազգային ինքնագիտակցության սաղմերը։ Ինքնագիտակցություն հիմնված մշակույթի, ազգային կրոնի և ամենակարևորը պետականության գիտակցության վրա։ Այո, դժվար է լինելու, բայց մենք կփորձենք։ Ես և այս գիրքը հանդիպել ենք վերջերս։ Կարդացի ու չես պատկերացնի ոնց եմ բարկացել։ Ինձ վրա, քեզ վրա, մեզ վրա, մեզնից 2, 4, 6 դար առաջ ապրացայի վրա։ Վարդ Բդոյան, հայ ժողովրդական խաղեր։ Այստեղ այս գրքում նկարագրվում են այն խաղերը, որ խաղացել ենք մեծից փոքր, մինչև վերջերս, 1-2 դար առաջ։ Հիմա կիսեմ քեզ հետ բարկությանս պատճառը։ Սա Խան Փաշա շարքի խաղերի սխեմաներից մեկն է։ Խան Փաշան թուրք կամ պարսիկ պաշտոնյա է։ Նա իր շքախմբով մտնում է շեն, հանդիսատեսին իբր ահ ու սարսափ է պատում,
Տղամարդիկ հնազանդություն են արտահայտում, խոնարհվում, գերուխում են կանչում նրանց։ Հրապարակներում պատժելու միջոցներն են մահակներ, մտրակներ, շղթաներ ու թոկեր սյուներին ու գերաններին կապելու համար, ֆալախաներ ոտքերը կապելու ու ծեծելու համար, բանտեր ձերբակալվածներին արգելքի տակ դնելու, ծնկի բերելու, տանջելու համար ու կախաղաններ։ Խանին երբեք չեն գոհացնում հյուրասիրությունները, խաղի ընթացքում նա գերեվարում է, տանջում, սպանում։ Կուլմինացիան այն կետում է, երբ ժողովրդի համբերության բաժակը լցվում է եւ նա խաղի հրապարակից դուրս է վռնդում գազանին։ Գայլ ու ոչխար կամ աղենկասի։ Պատկերը գրեթե նույնն է։ Աղայի ներկայացուցիչը գալիս է, պահանջում մթերք ու անասուն։ Հրաժարվելու դեպքում բռնի ուժով տանում է մոր բոլոր երեխաներին կամ գառներին ու ձագերին։ Լացուկոց, աղաչանքներ, երեխաները ստրկացվում են, վաճառվում։ Շպլոս աղան է, ծեծի է ենթարկում հայ գյուղացուն, ցուցադրում իր ողջ վայրագությունը։ Շարունակեմ։ Ստացվում է մեր երեխաները խաղացել են խաղեր իրենց տեսածի, լսածի, ապրածի մասին։ Հիմա սա տեսնեմ։ Ում են բնորոշ նման խաղերը։ Օգնեմ։ Նրանց, ովքեր չեն ունեցել պետականություն եւ ստիպված են եղել դիմանալու օտարի լծին, ու որքան մեծ է եղել այդ լուծը, այնքան ավելի շատ են խաղացել։ Իսկ թե ինչ հոգեբանական վնաս է կրել ազգի գենետիկ հիշողությունը այդ խաղերից, դրան կանդրադառնանք հետո։ Հիմա արի մի փոքր հետ գնանք, դեպի սկիզբ։ Հանդիպենք Հայկ Նահապետին ու հետ վերադառնանք առաքելությամբ։ Դա մեզ ինչ շատ բան չի պահանջի։ Համակարգչային մկնիկի մի կլիկ, գրքի մի քանի թերթ։ Ով էր Հայկը։ Առասպելական կերպար, Աստված, երկնային համաստեղություն, թե խիզախ մարդ, ով ապագա պետության մոդելի հիմքը դրեց։ Ընդհանրապես իմ կարծիքով Հայկի պատմությունը շատ լրջորեն պիտի ուսումնասիրի մեզնից յուրաքանչյուրը, սկսած դպրոցական ցածր տարիքից։ Ինչու՞, ասեմ, որովհետև Նահապետի կերպարը մեր, իմ ու քո բնութագրական կերպարն է, նրա գործողությունները, շարժառիթները, աշխարհայացքն ու ինչու՞ չէ նաև բնավորությունը գենետիկ մակարդակում մեզ հոգեհարազատ է։ Տես, լեզուների խառնաշփոթից հետո Հայկը հեռացավ Բաբելոնից դեպի իր նախնյաց երկիրը, դեպի իր օրանը, դեպի իր մշակույթը, եթե կուզես։ Նա կտրականապես մերժեց Բելին որպես Աստված ընդունելու պահանջը, թեև բոլոր ազգերն արդեն ուրացել էին իրենց Աստծուն ու երկրպագում էին Բելին։ Եվ վերջապես, երբ Բելը կատաղած հայոց Նահապետի հանդգնությունից հսկայական զորքով մտավ հայկական լեռնաշխարհ, Հայկը իր գերդաստանով կանգնեց նրա ճանապարհին, ոչնչացրեց թշնամուն եւ դուրս վռնդեց նրա զորքի մնացորդները։ Այսինքն Հայկը հարազատ մնաց իր մշակույթին, չուրացավ իր Աստծուն եւ դժվար պահին չընկճեց, հույսը սրա նրա վրա չդրեց եւ իր նետով խոցեց ամենակարևոր նշակետը՝ Բելին։ Եվ այսպես մշակույթ, հավատ, նպատակ։ Հետո գիտենք, Հայկն իր որդիների հետ ստեղծեց Հայկաշենն ու ապրեց այնտեղ։ Ստեղծեց առաջին հայկական տոմարը, կանոնավոր բանակը։ Այսինքն հազարավոր տարիներ առաջ Հայկը գիտակցեց եւ ձևավորեց ինքնիշխան պետության մոդել, համակարգ։ Այդ համակարգը գոյատևեց երկար տարիներ, սակայն նոր գլոբալիզացիոն տենդենսները գլուխ բարձրացրին եւ նորից եկավ ժամանակը Բելին սպանելու։
Երրորդ դարի վերջ Սասանյան Պարսկաստանը որոշում է ջլատել Հայաստանին եւ ստիպել ընդունել մազդեական կրոն։ Հիմա եկեք շատ արագ հիշենք, թե ինչ էր կատարվում Հայաստանում երրորդ դարի վերջում։ Շատերի կարծիքով հեթանոսության երջանիկ օրեր էին, որտեղ Անահիտ Աստվածուհու ապարանքներում ազատ սեր էր տիրում, մարդիկ նպատ լեռան լանջին նավասարդ էին տոնում, ուրախ էին երջանիկ։ Եկավ լուսավորիչը եւ համոզեց Տրթատ թագավորին ընդունել քրիստոնեություն։ Նրանք այրեցին, քանդեցին մեհյանները, հազարավոր մարդկանց կյանքի գնով քրիստոնեությունը դարձին պետական կրոն։ Հետաքրքիր է, թե խորհրդային տարիներին ձևավորված այս թեզը դեռ որքան պիտի հանրայնացվի։ Հիմա եկեք պրագմատիկ մտածենք։ Երրորդ դարի ավարտ ինձ ու քեզ նման հայերի կյանքում վխտում էին աղանդները։ Ամեն մեկն իր դռան առջև մի կուրքեր դրել ու սկսել պաշտել։ Մյուս կողմից էլ Սասանյանների անընդհատ հրահարվող պատերազմները։ Մեզ պառակտելը մեկից մեկ էր։ Լուսավորիչն առաջարկում է մի բան, որը խիստ կարևոր էր այդ ժամանակ մեր պետականության դիրքերը չթուլացնելու եւ պահպանելու համար։ Փրկությունը մեր հավաքականության մեջ էր։ Իսկ ինչ խնդիր լուծեց քրիստոնեացումը։ Գուցե հենց այն, ինչի համար մարտնչում էր Հայկը, էլ չասեն, որ քրիստոնեացումը անվանում են հայոց մեծ դարձ։ Դարձ ինչին։ Գուցե վաղեմի կրոնական պատկերացումներին։ Նորաձև թեզերն ասում են, որ քրիստոնեությունը քարուքան դարեց բոլոր մեհյանները, կոտորեց մարդկանց։ Հալած յուղի պես ընդունելու փոխարեն մտածենք։ Թագավորին տնտեսապես ձեռնատու էր քանդել մեհյանը, տեղը եկեղեցի կառուցել, թե եղած սրբատեղի կուրքը հանել ու վրան խաչ դնել, օծել, անվանել եկեղեցի։ Գուցե մեհյանների տապալումը եղել է ոչ թե նպատակ, այլ անկառավարելիության արդյունք, որովհետև բախում չէր կարող չլինել, բայց դա առաջնային նպատակ էր։ Ըստ խորենացու, թագավորը, երբ պատահեց, որ քարոզչությունը չտվեց ցանկալի արդյունք, ոչ թե ուժ գործադրեց անխոհեմ հպատակների նկատմամբ, ինչն իհարկե կարող էր անել, այլ վիրավորված հեռացավ։ Էլ չասեմ, որ քրիստոնեություն եկան բոլոր ընդունված խաղերը, ծեսերը, երգերը, հիշողությունները։ Ոչ հավատաքննություն եղավ, ոչ խաչակրաց արշավանք։ 301 թվականին հայերը միավորվեցին մեկ կրոնի շուրջ ու նորից բելը խոցվեց։ Չորրորդ դարում դարձանք միակրոն ու դա պետությունը պահելու ամենամարտավարական քայլը եղավ, որովհետև Հայաստանի հանդեպ մեր դերկիցների ախորժակը երբեք չի փակվում, իսկ հայության միավորումը դերկիցների համար ատոմային ռումբից էլ վտանգավոր է։ Վկան 1918 թվականի մայիսյան հերոսամարտը։ Մենք հաղթեցինք մի պատերազմում, որ նայտ ուժերով հնարավոր չէր հաղթել։ Հիմա բացատրեք, ցեղասպանություն տեսած ժողովրդի փոքր ու բարոյալակված բանակից պարտություն է կրում 3 տարի անընդմեջ մարզված վիճակում գտնվող, թվով մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակը։ Այդ նույն հայերին չէին սպանում տարիներ առաջ։ Էջմիածնի պատերի տակ սով, համաճարակ, ցեղասպանության հետևանքներ։ Ինչը ստիպեց ոտքի կանգնել ու պայքարել։ 1918 թվական մայիս թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, գրավեցին Ալեքսանդրապոլը, Սարդարապետի գյուղն ու կայարանը։ Թշնամին Երևանի քթի տակ էր։
Ժողովուրդը ոտքի ելավ։ Այս 3 բառն ասելու համար ինձնից պահանջվեց ընդամենը 2 վայրկյան։ Բայց որպեսզի այս 3 բառը տեղի ունենար, մենք տեսանք կոտորած սով համաճարակ։ Ժողովուրդը ոտքի ելավ, որովհետև իրար միացան պետականամետ մի քանի առաջնորդ։ Երեկոություն, Սարդարապատ, Բաշապարան, Ղարաքիլիսա, թշնամու հսկայական զորք եւ հաղթանակ երեկոությամբ։ Բայց մի կարևոր բան կա։ Անուններ, որոնք չեն տրվում հերոսամարտը նկարագրելիս։ Հետո կպատմեմ, թե ինչու այդպես։ Հիմա փորձիր Վիկիպեդիայում գտնել Գուրգեն Տեր-Մովսիսյան ու Խորեն Իգիթխանյան անունները։ Ովքեր են նրանք։ Վերջերս նորից կարդացի Ղարաքիլիսեի ճակատամարտի քիչ հանդիպող մանրամասները։ Ապշելու բան է, գիտես։ Պատերազմում հաղթելու հույսը կորցնելով գեներալ Նազարբեկովը հրամայում է ցրել զորքի մի մասը, մյուսը դարձնել պարտիզանական ջոկատ, իսկ թնդանոթները տանել Սևան։ Շտապեցնում է ազգային խորհրդին հաշտության պայմանագիր կնքել թուրքերի հետ։ Կապիտան Մովսեսովը, Գուրգեն Տեր-Մովսիսյանը, դեմ է կանգնում նրան եւ ասում, որ դա դավաճանություն է։ Նրան է միանում պարուչիկ Նժդեհը։ Մայիսի 24-ին նրանք վերադառնում են Ղարաքիլիսա, 4 օր ճակատամարտ, հաղթանակ։ Գուրգեն Տեր-Մովսիսյանը զոհվում է, Հայաստանը փրկվում։ Իսկ եթե չընդդիմանար Նազարբեկովին։ Հիմա մեկ այլ անհայտանում։ Նրա մասին ընդհանրապես քիչ բան է ասվում։ 1918 թվականի մայիսի 22-ին Բաշ ապարանի կողմն ուժեղացնելու համար դրոյին միացավ Կամարլուից 6-րդ հետևակային գունդը գնդապետ Դոլուխանովի եւ առաջին լեռնային հրետանային մարտկոցի 2 գնդացիր շտաբս-կապիտան Խորեն Իգիթխանյանի հրամանատարությամբ։ Վերջ։ Սարդարապատում հենց Իգիթխանյանի ու նրա հրետանային մարտկոցի շնորհիվ է հաջողվում կանգնեցնել Մայր տաճարից 7 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թուրքական զորքին։ Հայկական բարոյալքված բանակը նորից հակահարված է տալիս։ Թուրքական ուժերը գրավում են վերին Կոլուբեկլու բնակավայրը, այժմ Ակնալիչ, եւ երկաթգծի ուղղությամբ առաջանում Երևանից 20 կիլոմետր հեռավորության վրա Ղամշլու կիսակայարան, այժմ Զարթոն գյուղ։ Թուրքերն ուզում էին առաջանալ այսօրվա Մասիս քաղաքի կողմ, եթե մտնեին հայկական զորաջոկատներին եւ 100 հազարավոր արևմտահայ գաղթականներին կկտրեին Երևանից ու կկոտորեին։ Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը դա թույլ չի տալիս։ 1918 թվականի հունիսի 4 Բաթում բանակցություններ հայ-թուրքական հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետության ճանաչում։ Այս պարբերությունն ինձնից խլեց 10 վայրկյան, ժողովրդից խլեց կյանքեր, անթիվ անհամար տներ, հանգիստ ապրելու հնարավորություն, հանճարեղ գործեր, բարձր արվեստ, բայց վերականգնեց արվեստներից լավագույնը՝ պետականությունը։ Փաստորեն Հայկը նորից հաղթեց Պելին։ Մեկ հավատ, մեկ պետություն, մեկ ժողովուրդ։ Ես մայրաքաղաք Երևանում եմ, խոսում եմ հայերեն, գիտեմ իմ օրհներկը, ունեմ դրոշ, հայ եմ, քրիստոնյա։ Իսկ գիտես ինչու հաղթեցինք մայիսյան հերոսամարտում։ Որովհետև երկրի գլխին կանգնած էին մարդիկ, որոնց միակ նպատակը անկախ պետություն ունենալն էր, որովհետև նրանք փրկության բանալին փնտրեցին ոչ հյուսիսում, ոչ հարավում, այլ իրենց մեջ, որովհետև ուղղահայաց հարաբերություններում հայը որոշեց իր գլխավերևում տեսնել ոչ թե օտարին, այլ հային։ Կուզես պատմեմ ուղղահայաց հարաբերությունների մասին։ Վերջերս ձեռքս ընկավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր
Սեյրան Զաքարյանի հոդվածը։ Այստեղ ասվում է, որ հայերը հասարակական մեծ խմբերում գերադասում են հորիզոնական, իսկ փոքրերում ուղղահայաց հարաբերություններ, որտեղ իրեն գտնվում են բրգաձև հարաբերությունների վերևում, օրինակ ընտանիքը։ Հայերը գերադասում են հավասարություն, ինքնավարություն ապահովող միջանձնային հորիզոնական հարաբերություններ, իսկ եթե դա անհնար է, ապա պատրաստ են հանդուրժել ուղղահայաց հարաբերություններ այն դեպքում, հիմա ուշադիր, եթե դրանց գլխավերևում օտարազգի իշխանավոր է, դժգոհել կարող են, բայց չեն վիրավորվում և դա համարում են բնական։ Փաստն այն է, որ արտասահմանում հայերն ընդունում են օրենքի գերակայությունը, օտարազգի ղեկավարի պահանջները և այլն։ Այս բնավորության հետևանքը պետության լինել-չլինելու խնդրի առաջ է կանգնեցնում։ Արշակունյաց թագավորության կործանումը հիշենք։ Հայոց նախարարները իբր վրդովված լինելով Արտաշես թագավորի վարք ու բարքից, արքայից արքային դիմում են խնդրանքով, որ պարսիկ իշխան գա որպես ղեկավար։ Ով էր բեմադրել այս շոուն, բնական է պարսից արքան։ Նա բեմադրել էր, գլխավոր դերակատարները մեր իշխանավորներն էին։ Ներկայացման ավարտին պարսից արքան վերցրեց հայոց պետականությունը, արշակունյաց հարստությունը, ձերբակալեց նախարարներին ու թագավորությունը դարձրեց մարզպանություն։ Օրինակները մեր պատմության մեջ ցավոք շատ են։ Ես ծնվել եմ Երևանում։ Տեսել եմ, թե ինչպես են մեր հարևանները խռովում իրարից։ Խռոված լինելու ընթացքում ինչ ասես պատմում են իրար մասին։ Դպրոցում եմ տեսել խռովածների, ինստիտուտում։ Հիմա էլ ապրում եմ Երևանում։ Ու ինձ շատ լավ ծանոթ է հայի խռովական տեսակը։ Խռովում են իրարից, բոլորից, երկրից ու հեռանում։ Հիմա լսեք Նժդեի աղոթքը։ Լսիր Տեր, հայրենազոր գաղթականն է քեզ կանչում։ Լսիր և մի տանիր մեզի փորձություն, մեր սուրբ երկրեն դուրս, օտարի դռանը, օտարի հացով երկար մնալու, այլ բաց Տեր, մեզ համար միշտ բաց պահիր բոլոր ճանապարհները դեպ հայրենիք և մոտեցուր Տեր, ո փութացուր երջանիկ օրը մեր դարձի։ Ամեն։ Նժդեհը չխռովեց։ Երբ թեժ մարտի պահին զենք էր ուզում ու չէր ստանում, չխռովեց։ Երբ Լեռնահայաստանը խորհրդայնացվեց, չխռովեց։ Երբ դատում էին, չխռովեց, անգամ բանտում էլի հայից չխռովեց, անվերջ գրեց, որ հայը ավելի լավը դառնա։ Ես Նժդեին համարում եմ նախորդ դարի ամենապետականամետ մարդը։ Նժդեը մեկն էր, որ Հայաստանում էլ էր պայքարում Հայաստանի համար, Բուլղարիայում էլ, բանտում էլ։ Նկատել ես, պատերազմները Հայաստանում անվանում են գոյամարտ։ Ասես դա կյանքի ամենակարևոր ու ամենավերջին պատերազմն է։ Հետո կամ լինելու ենք, կամ չէ։ Զանգեզուրի գոյամարտը թե խորհրդային, թե ոչ խորհրդային պատմագրությունն անվանում է քաղաքացիական պատերազմ։ Ինչու՞։ Որ մենք ինքներս մեզ համարենք եղբայրասպան։ Զանգեզուրի գոյամարտի մասին Նժդեհն ինքն է պատմել, որ հակառակորդի բանակների մեջ էին ռուսը, լատիշը, հրեան, լեզգին, վրացին, թուրքը, թաթարը, մի ամբողջ Բաբելոն։ Նա ասում է, որ եղբայրական կռիվներ չի վարել, բայց Զանգեզուրի պաշտպանները ստիպված էին երբեմն ընդհարվել կարմրած հայերի հետ։
Ու գիտես ինչն է ամենավատը։ Մի կրակեք, մենք էլ ենք հայ, սյունեցու բազուկն ընդհամալուծող ճիչը։ Մենք էլ ենք հայ, կանչում էին կարմիր ճակատներից։ Պատմությունը թերթելու, Նժդեի հարցաքննությունները կարդալու դեպքում կարող ենք իմանալ նաև այսպես ասած կարմիր հայերի պատժի մասին։ Հարցաքննության ժամանակ Նժդեին հարցնում են, արդյոք նա 400 մարդ է նետել Տաթևից։ Հերքում է։ Իրականում ոնց է եղել առանձին քննարկման թեմա է, բայց ներում էր Նժդեհը պետության անկախությունը վտանգողներին, իսկ ներել պետք էր։ Հիմա ամենաաբսուրդի մասին, թե կարմիր հայերը, թե Զանգեզուրի պաշտպանները պայքարում էին հանուն Հայաստանի, մի կողմում հանուն անկախ Հայաստանի, մյուս կողմում հանուն Հայաստանի, որը մեծ տերության մեջ կպահպաներ իր գոյությունը։ Երկու կողմն էլ հայրենասիրական զգացումներ ունեին։ Հարցը ընտրության մեջ էր։ Հիմա ուշադիր, հենց այդ ընտրությունը չէր, որ մենք դարերի ընթացքում մեկ Պարսկա Հայաստան էինք, մեկ Տաճկա Հայաստան, հետո արդեն դառնալու էինք Ռուսա Հայաստան։ Զանգեզուրի ինքնապաշտպանությունը կազմակերպելուց հետո Նժդեհը թույլ չտվեց, որ այն կորցնենք։ 1921-ի կեսերին, համոզված լինելով, որ Զանգեզուրը կմիացվի Հայաստանին, նա դադարեցրեց պայքարը և հեռացավ արտասահման։ Զանգեզուրն Արցախի ճակատագրին չարժանացավ։ Գոյամարտը ստիպեց մեծ տերություններին հասկանալ, որ Զանգեզուրը չի կարող հերթական խաղաթուղթ լինել։ Դրա համար պայքարող կա։ Իսկ ժողովուրդը, եթե պետք լինի ժողովուրդը հերոսին ասի գավառապետ, կասի։ Եթե պետք լինի ասի հերոս, կասի։ Եթե պետք լինի ասել թշնամի, չկասկածեք, կասի ու կթշնամանա։ Նժդեին մինչ օրս ինչ անուն ասես տվել են, գավառապետից մինչև նացիստ։ Իսկ դա ներքին թշնամու դեմքը լավ գիտեր ու ասում էր. Ներքին թշնամին ժամանակին արդարացել է Պարսկա Հայաստանում, Տաճկա Հայաստանում, Ռուսա Հայաստանում և վաղը եթե իրերի բերումով թաթարները մտնեն մեր երկիրը, ներքին թշնամին ծապ կզարկի և սրանց, վաղը նա չի ճանաչելու նաև երրորդ Հայաստանը։ Ովքեր են կերտում մեր պատմությունը, անհատները թե խմբերը, մեր տեսակի մասին լավագույնս պատմում է էպոսը։ Այնտեղ ուշադրություն, պատերազմ մեկնեն ոչ թե զորքը, այլ անհատը։ Էպոսում Սասունը անընդհատ պատերազմի մեջ է և լուրջ պաշտպանության կարիք ունի։ Թշնամին գալիս է զորքով, Սասնա ծռերը նրա դեմ դուրս են գալիս միայնակ։ Նրանք ուժեղ են, բարի, կատարել չեն, ունեն ներթերություններ, բայց ունեն մի շատ կարևոր առաքելություն, պահպանել, իսկ կորցնելու դեպքում վերականգնել պետությունը։ Էպոսում երբեք չես գտնի գաղտնի կոդերի հանձնում թշնամուն, թուրքեցակին երբեք չի հայտնվում թշնամու ձեռքում, քուրքիկը միայն իր տիրոջ մոտ է լինում։ Էպոսում չկա լաց ու կոց, բայց մի հետաքրքիր բան կա, որը շատ հատուկ է նաև մեր ժամանակներին։ Հաղթանակից հետո էպոսի առանցքային կերպարները դառնում են անհետաքրքիր ժողովրդի համար ու առաքելությունն ավարտած։ Հիշենք նորից Իգիթ Խանյանի և կապիտան Մովսեսովին։ Առաքելությունն ավարտվեց, նրանց հիշում ենք։
Մենք միշտ զգուշացնում ենք մեր քայլերի մասին։ Հետո չասեք Դավիթ գողգող եկավ գնաց։ Մեզ ուրիշի հողերը պետք չեն։ Ինչու՞։ Դերենիկ Դիմերջյանը գրում է. Հայի ամենամեծ առաքինությունն ես ուզում։ Ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Հոգեբան ընկերս էլ ասում է. հայերը սիրում են աշխարհը, անverջ կարող են տալ ու տալ։ Միայն խաղաղության մի քանի տասնամյակ ու կստեղծվեն մշակութային բարձր արժեքներ։ Ընկերս ու Դեմիրճյանը նույն կերպ են մտածում։ Եթե վրիժառու ենք դառնում, ապա որոշ ժամանակի համար։ Հետո այնքան հանդուրժող ենք դառնում, որ նույն թշնամու հայտարարած նոր պատերազմից էլի հանկարծակի ենք գալիս։ Հինգերորդ դարում Մաշտոցին հաջողվեց պայքարել պետականության համար։ Մեզ, որ գիր ունենալու խնդիր չունենք, չի հաջողվելու։ Մաշտոցը շատ էր շրջում Հայաստանով մեկ եւ հասկացա, որ հասարակ ժողովուրդը, որը չունի գիր, վայրենանում է, հետևում ուրիշներին, փոխվում, ձուլվում։ Մեսրոպին հասկացան պետության առաջին դեմքերը՝ թագավորն ու կաթողիկոսը։ Թագավորը հոգաց Մաշտոցի ու աշակերտների դեպի Միջագետ գործուղման ծախսերը, ում վստահեց նրան։ 405 թվականին վարդապետը վերադարձավ մի մեծ գանձարանով։ Պատկերացրեք Վռամշապուհի ու Մաշտոցի հանդիպումը։ Թագավորը տեսնում է հեռվից եկող Սահակ Պարթևին ու Մեսրոպ Մաշտոցին։ Իջնում է ձիուց, գալիս ընդառաջ, ծնկի գալիս վարդապետի ու կաթողիկոսի առջև, բացում է կուրծքը, օրհնություն ու համբույր ստանում։ Թագավորը ծնկի է գալիս վարդապետի առջև, որը եկել է կրթելու երկիրը։ Դու հասկանում ես ասածս բառերի էությունը։ Ուղղահայաց հարաբերություններում թագավորն իր գլխավերևում տեսնում է ուսյալին, մարդու, որը ստվերում է բոլորին, իրեն էլ, բայց նա դեմ չէր դրան։ Նա ուրախ էր, որ պետությունը կկրթվի։ Այդ երեք հսկաների մտքի կիզակետը դարձյալ պետության պահպանման վրա էր։ Հիմա ես չեմ անդրադառնա Մաշտոցի ստեղծած եզակի համակարգին։ Դրա համար կպահանջվեն օրեր եւ ժամեր։ Պարզապես եկեք արձանագրենք մի բան, որ 5-րդ դարում ստեղծվեց մարդկության ամենակատարյալ ստեղծագործություններից մեկը՝ հայոց այբուբենը։ Եվ դա ես չեմ ասում, այլ օտարները։ Ինչևէ։ Մաշտոցը նախ մեկնեց մարած կողմերը։ Փայտակարան նահանգի ժողովուրդը այդ ժամանակ վայրենացած էր և անհասկանալի լեզու ուներ։ Նա սերնդին կրթելու համար հենց բարբարոսների միջից աշակերտ վերցրեց։ Սովորեցրեց պետական մաքուր հայերեն ու քրիստոնեական դաստիարակություն տվեց։ Նրանք թողեցին իրենց ավազակությունը, դարձան օրինապահ ու կրթված քաղաքացիներ։ Էջմիածնում բացվեց վարդապետարան։ Կրթօջախի մասին լուրն առնելուն պես վաղարշապատը լցվեց սովորել ցանկացողներով։ Մաշտոցը ոչ միայն աշակերտներին կրթեց, այլև ուշադրություն, արքունիկին ու նախարարական դասին։ Երկրի առաջին դեմքերը պարտավոր էին լավ կրթություն ու քրիստոնեական գիտելիքներ ունենալ։ Մաշտոցը պետության զարգացման առաջին տեղում դրեց գիտությունը, որը կայացավ հայերեն
լեզվով։ Եթե ուզում ես իմանալ ինչ հանճարի մասին է խոսքը, լսիր Մաշտոցի շարականները, ու դրա համար քեզ ոչ ոք չի դատի, ինչը շատ հնարավոր է մեծ պետության փոքր անդամ լինելու դեպքում։ Ինգերորդ դարում կրթվեցինք, որ 19-րդ դարում խամփաշա խաղանք։ Կրթական մակարդակն ուրիշի լծի տակ ապրելու ընթացքում այնքան էր իջել, որ մարդիկ հայերեն չէին կարողանում գրել։ Արևմտյան Հայաստանում սկսում է լույս տեսնել թրկատար հայերեն մամուլ, ստիպված, որ հայերն ինֆորմացվեն։ Ստեղծվում է նաև հայատար թրքերեն մամուլ, դա էլ նրանց համար, որ գիտեին տառերը, բայց հասկանում էին միայն թրքերեն։ Կորցրել էինք պետականությունը, կորցրել էինք եսը։ Համակարգում ճեղքեր էին առաջացել։ Համակարգը փլուզվում էր։ Վերականգնեցինք։ Բայց այսօր դարձյալ կանգնած ենք պետականությունը կորցնելու խնդրի առաջ։ Երևի աչքներս ուրիշների վրա են։ Այն դեպքում, երբ մենք մեծ ներդրում ունենք եվրոպական արժեքների ձևավորման հարցում։ Հեշտ է աշխարհին տալ լավը, հետո վերցնել վատն ու տեղայնացնել։ Եվ հատկապես որ արժեքներն ենք ուզում վերցնել։ Կնոջ ազատությունը, բռնության վերացումը։ Հիմա եկեք խոշորացույցով նայենք հայ կնոջ պատմությանը։ Ուր էր, ուր հասավ։ (1918) ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, ստեղծվեց խորհրդարանը, այնտեղ կար 4 կին պատգամավոր։ Լավ, գանք սկզբից։ Մեր էպոսի կանայք որոշում կայացնողներ են, գործունյա են, հպարտ ու անվաղ։ Եթե էպոսը մենք ենք, էլ ուրիշ ում հետ ենք համեմատում հայ կնոջը։ Հայ թագուհիները պաշտոնական այցերի և շատ դեպքերում խորհրդակցությունների ժամանակ թագավորի կողքին էին։ Եվրոպայում այրում էին Ժաննա դ'Արկին, Հայաստանում թագուհիները եկեղեցիներ էին հիմնում, գրչուհիներ ունեինք, սարկավագուհիներ։ Ում հետ ենք համեմատում հայ կնոջը։ Հայ կնոջ իրավունքները ինքը գոշտ է պաշտպանել դեռևս 13-րդ դարում։ 21-րդ դարում դեռ վճարովի դասեր են կառնում կնոջ իրավունքների մասին։ Ինչու՞։ Որովհետև պատմությունը մոռացել ենք։ Պատմական փորձը չենք բերել ներկա։ Մնացել ենք թրքապարսկական իշխանության տարիների հայ կնոջ մասին պատկերացումների մեջ։ Նա պետք է լինի անկիրթ ու լուռ։ Միջնադարում, երբ հավատաքննության պատճառով կանանց վհուկ էին անվանում և այրում, հայ եկեղեցականը գրում էր դատաստանագիրքը, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե որ դեպքում կինը կարող է ամուսնալուծվել, որ դեպքում պետք է ների ամուսնուն, եթե ամուսնալուծվի, որքան գույք պետք է կիսվի, ինչ պետք է տեղի ունենա ամուսնու հետ, որը ծեծել կամ չի բավարարել կնոջը, որքան է կնոջ կամ տղամարդու կյանքի գինը, անգամ եթե ամուսինները ամուսնական կյանքի ընթացքում սկսել են ատել իրար, որն է պատճառը ու ինչպես է հնարավոր իրավաբանորեն կարգավորել այդ հարաբերությունները։ 13-րդ դար, կրկնում եմ, 13-րդ դար։ Դատաստանագրքում գրված էր դատելուն արժանի դատավորների, նրանց պարտավորությունների, վկայության կարգի մասին։
անիրավություն սիրող դատավորների պատժի, երդման, դավաճանության, դիտավորյալ ու առանց դիտավորության սպանությունների, քահանաների ու եպիսկոպոսների իրավունքների ու պարտականությունների մասին։ Դա ժամանակակից բոլոր օրենսգրքերի լեզվով գրված գիրք է։ Դատաստանագրքի առանձին հատվածներ թարգմանվել են լատիներեն, լեհերեն, թաթարերեն։ 18-րդ դարում Մխիթար Գոշի դատաստանագիրքը մտել է վրացական օրենքների մեջ։ Դրանք հայտնի են իբրև Վախթանգյան օրենքների ժողովածու, որը շարունակում էր գործել նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանն անցավ Ռուսաստանի կազմի մեջ։ Դա այն օրենսգիրքն էր, որտեղ կար Աստված։ Դատաստանագիրքը լավագույն ապացույցն է, որ հայերը փայլուն իմացել են մարդու իրավունքների եւ պարտականությունների մասին։ Կինը, որ երեխայի հիմնական դաստիարակն է եղել, շատ կարևոր առաքելություն է ունեցել, պատմելու իր զավակին, թե ով է ինքը, որ ազգի ներկայացուցիչ եւ ինչ առաքելություն ունի։ Այն պահին, երբ հայ կնոջը ստիպում են մտածել, որ նա կամազուրկ է, խեղճ ու անպետք, պետությունը դառնում է այդպիսին։ Հայ կինը օրորոցայինով երեխային հիշեցնում է, որ նա անելիք ունի։ Երբ ես խոսում եմ տեսողության կիզակետի մասին, պետք է այն ամբողջության մեջ հասկանալ։ Մի կետում ձախողելու դեպքում համակարգը սկսում է թուլանալ։ Երբ թուլանում է համակարգը, թուլանում է նաև ոգին, հայի ոգին։ Այն ոգին, որով մարզպետունին 20 հոգով հաղթանակ տարավ։ Այն ոգին, որով մայիսյան հերոսամարտերը եղան։ Այն ոգին, որով հաղթեցինք Արցախյան առաջին պատերազմը։ Հաղթեցինք պատերազմը։ Եթե անցյալի հաղթանակները իրականության եւ առասպելականի յուրօրինակ միահյուսում էին, ապա 90-ականները անցել են մեր աչքի առաջ, մեր միջով, ու կարելի ասել հիշում ենք ամեն մանրուք, առանց առասպելական բաղադրիչի։ Ինչու հաղթեցինք։ Երբևէ հարցրել եք ինքներդ ձեզ։ Երևի ոչ, որովհետև շատերիս մոտ 90-ականները ասոցացվում են արհեստականորեն ներմուծված մութ ու ցուրտ տարիներով։ Սակայն սա առանձին խոսակցության թեմա է։ Հիմա ինչու հաղթեցինք։ Որովհետև նախ եւ առաջ կրթված էինք եւ գերազանցապես մշակութագիր։ Երկրորդ, մեր մեջ վերագտել էինք հավատը եւ Աստծուն։ Եվ ամենակարևորը, ունեինք հստակ նպատակ եւ ուղենիշ։ Նորից թվարկեմ. մշակույթ, հավատ, նպատակ։ Հիշեցիք Հայկ Նահապետին։ Իմ խորին համոզմամբ այս 3 բաղադրիչների արկայությունը մեր անպարտելիության գրավականն են։ Բելին ոչնչացնելու եռաթև նետի 3 թևերը՝ մշակույթ, հավատ, նպատակ։ Հիմա ինչն է մեզ խանգարում պահպանել մեզ հասած Հայաստանի վերջին պատմը։ Ունենք մեր կրոնը, գիրը, լեզուն։ Ինչն է խանգարում բացենք պատմության քիչ բացվող էջերը եւ լավ փորձը տեղայնացնենք, քան թե այն փնտրենք հյուսիսում, հարավում, կողմնակցության մյուս մասերում։ Ու ամենակարևորը, ունենք պետություն։ Չասենք քիչ ենք, փոքր ենք, տկար ենք, չասեք ու դիվային մանտրայի նման չկրկնեք հոգին այլանդակող խոսքերը, ասք չենք էլի։ Ավելի քչերն են, ավելի փոքրերն են, հաղթել ու զարգացել։
Դրա համար պետք է կրթվել։ Մեր մեջ պահել մեր Աստծուն եւ ունենալ նպատակին հասնելու A, B, G պլաններ։ Ոչ թշնամի հարևանիդ մեղադրիր, ոչ ոխերին բարեկամիդ, ոչ էլ նրանց, ում նավերը քո սարերը չեն բարձրանա, կամ բոլորս կկորցնենք, կամ միասին կպահպանենք։ Ուրիշ ընտրություն մենք ինքներս մեզ չենք թողել։ Ապագա ունենալու համար ամենակարևոր նպատակ ուղենիշը կուռ եւ հզոր պետություն կառուցելն է։ Այո, դժվար կլինի, բայց քարի վրա աստղային քարտեզ դաջելն էլ դժվար էր։ Եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ այս պետության զարգացման համար ամենապատասխանատու անձը ամեն մեկս է, Հայաստանի Հանրապետություն բառերը կդառնան հավատամք։ Ես Արթուր Կարապետյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հայ։ Այսուհետ ես ապրելու եմ այս տեսլականով։ Իմ եւ իմ նախնիների հավատը վկա։ You